ակադեմիա, իմ համար միշտ տպավորություն է, որ պետք է ունենանց հաստատություն է, որտեղ մենակ ընտրյալ մարդիկ կարան ընդունվեն, աշխատեն ու լինեն այդտեղի աշխատող, ու այնց ստացվեց, որ համալսարանը ավարտելուց մի ամիս առաջ ինձ եղավ առաջարկություն Գիտությունների ակադեմիայում աշխատելու, իհարկե ոչ հենց ամենաբարձր տեղում, այլ ավելի ներքևի հատվածը սկսելու հնարավորություն, հետագայում իհարկե աճելու գիտական տարբեր աստիճաններ զբաղեցնելու համար, ու ես գնացի այդ ճանապարհով, շանսը բաց չթողեցի ու հիմա արդեն ակադեմիայում եմ աշխատում։ Այսինքն, այստեղ կարևորը մի բան է, որ հավատաք ձեր նպատակին ու ոնց որ ասած ձեր տնօրենը հեռվում էլ ինչ էլ լինի, մտածեք, որ մի օր դուք հասնելու եք դրան, ուղղակի պետք է լիքը աշխատել ու կարևորը հավատը չկորցնել, որ մի օր հասնելու եք դուք ձեր նպատակին։ Այ հիմա եկեք սենց էստաֆետը ձեզ փոխանցենք ու հասկանանք իրականում ինչ նպատակ ունեք հասանելի կամ անհասանելի, արդեն հետո կհասկանանք ինչ ճանապարհով արժի գնալ հասնել ձեր նպատակին։ Բայց անկեղծ ինչ նպատակ ունեք, լսեք հասկանաք։ Ոչ թե տեղում հիմա մտածեք, այլ ինչ միշտ մտածել եք, ինչ միշտ ցանկացել եք։ Նախ ես փոքր ժամանակ համել ուզում եմ ֆուտբոլիստ դառնալ։ Անկեղծ, բայց հետո հասկացա, որ չէի մոչ։ Դու հիմա ինչ թեմա տվեցիր։ Դասանկեսը ուզում եմ կարատես դառնալ։ Հա, ես միշտ մտածել եմ, որ Բարսելոնայի դարպասապահն եմ լինելու, բայց քեսից հասկացա, որ շատ անհասանելի է։ Երևի մի շաբաթ առաջ մատած կրնեք կառավարության անդամներ, վարչապետի խորհրդականը, աշխատակազմի ղեկավարը, կրթության, գիտության, մշակույթի փոխնախարարը, հանձնաժողովի նախագահը եկան Շամիրա։ Գլխավորը ազգային փոքրամասնությունների հետ հանդիպում էր եւ մի քանի հարցեր առաջադրեցին, մենք խոսում դրանք ինչ կլինի։ Նախ մեր դպրոցի վիճակը ամեն անգամ ներկայացնում ենք, որ նորը պիտի կառուցվի, սերեցնենք, ասեցինք, կանենք, բայց մի քիչ հետո։ Բայց մի հատ ավելի կարևոր հարցի վրա ծանրացանք, որ եզդերեն լեզվի մասնագետներ պատրաստենք։ Ես այդ մարդկանց խեղդում եմ, ասում եմ մի հատ բուր բացեք, մի հատ բաժին բացեք, մի հատ ֆակուլտետ, որ այս մարդիկ սովորելու տեղ ունենան, եզդերեն լեզու որպես մասնագիտություն սովորեն, գալ դասավանդել։ Իրանք էլ ինձ հակադարձում են, ասում են մենք բացեցինք տենց մի հատ բաժին, 10 տեղ ջրի տեղ տվեցինք, որ գան սովորեն։ Եվ պատկերացնում եք, ոչ մեկը չկա։ Իզուր տեղը նորից ասմադարձանք էդի փակեցինք։ Հիմա անենց, որ եթե ուզում եք ծանրանալ, խորանալ, օգուտ տալ նաև, հա, եզդիներին, օգուտ տալ ձեզ, մեզ, որ այդ լեզուն զարգանա, գնացեք մի 2-3 տեղ սովորեք, այ բան։ Օրինակ ես սկզբից դառնա երևի ուսուցչուհի, իսկ հիմա դերձակ եմ դառնալ։ Այ բանա, ուսուցչուհին ունես լավ դերձակություն կարա անի, որ դու չես պատկերացնում։ Ուսուցչուհին լավ դերձակ կրնի, հա, բայց ուսուցչի մասնագիտություն, ասեմ, երբ ազգային ձեր համար եկելուք բարձր է, որովհետև չկա ձեր լեզվի մասնագետը։ Եթե պետությունը այդքան առաջնությունը տալիս է, այդքան առաջնորդում է, ասում նվիրված է պաստորեն մեր ազգային փոքրամասնություններին, որ աճեն, դուք գնացեք աճեք։ Գնացեք պետության հովանու տակ աճեք, ինքը այդ հնարավորությունը տալիս է։ Ընդ որում պահանջարկված է այդ մասնագիտությունը, լիքը դպրոցներ կան, որտեղ դասավանդում են ոնց որ ձեր դասատունը, հա։ Ճիշտ է, լեզուն գիտի, չգիտեմ, եւ այլն, բայց ինքը մասնագետ չի, ինքը դասատու չի։ Գնացեք առաջիններից մեկը դուք տարեք։ Մնացած հարցերում մենք ձեզ կառաջնորդենք, կտանենք, կհասցնենք, ընդունել կտանք, նստեք սովորեք, ձեր գրագիտություններ հերիքում է։ Հա, եթե չունեք այդ նպատակադրումը, հիմիկվանից կարաք ստեղծել։ Հիմա որ ես բոլոր եզդերենի դասատու դառնան լավ կլինի։ Իհարկե լավ կլինի։ Բոլորը։ Բավո, բոլոր եզդերենի Մեր դասանի եթերին շատ լավ սովորում, մեր եթերինի ուսուցիչ ընկեր Ռաշյանն էլ ասում, որ մենք լավ ենք սովորում եթերին։ Համել երեխեքը նվազագույնը 2 լեզվի տիրապետում են հայերեն եզդերեն, ինքը կնպաստի անում, որ կարան թարգմանիչ էլ դառնան, օրինակ հայերեն գրքերը թարգմանեք եզդերեն, ինչի՞ չէ։ Այս եզդերեն ասածը նաև քրդերեն լեզու է։
Մեր տարածաշրջանի լեզու է, ու կարևոր լեզուներից մեկն է։ Մենք շրջապատված ենք հենց քրդերով, որի լեզուն հենց եզդերեն լեզուն է։ Այս նաև պետական մեծ նշանակություն ունի։ Ես ուզում եմ հենց անել, որ նաև այս տարածաշրջանի մարդիկ գան Հայաստանում սովորեն այդ լեզուն։ Ուրիշ տեղերում չկա էլ այդպես բարձրագույն կամ թեկուզ միջնակարգ հաստատություն, որտեղ քրդերենը կամ եզդերենը այդ մակարդակի սովորեն։ Իմ կարծիքով չկա, որտեղ ոչ պարսիկներն են հնարավորություն տալիս, ոչ թուրքերը, ոչ իրաքցիները, ոչ սիրիացիները։ Մենք կարային գտնել մեր հարևան երկրներում մարդ ունենային։ Իսկ կարևոր բան է մեր համար։